մտնեմ դուրը փագեմ։ Ողջույն, ես Ռոբն եմ, իսկ դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում։ Մենք գտնվում ենք Մոլդովայում, որտեղ Նոա ֆուտբոլային ակումբը պատրաստվում է անցկացնել Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումը Զիմբրոյի հետ։ Հայաստանի գավաթակիրն ու փոխ-չեմպիոնը այս մրցաշրջանում Եվրագավաթային ուղին սկսում է երկրորդ որակավորման փուլից եւ այստեղ հանդիպելու է Զիմբրոյին, որտեղ տարբեր տարիներին շատ հայ ֆուտբոլիստներ են հանդես եկել, իսկ հիմա խաղում է երկու ֆուտբոլիստ, ովքեր մինչ այդ հանդես են եկել Հայաստանում։ Մարսելոն Արարատում եւ Եվգենի Կոչուկը Փյունիկում, որի կազմում նաեւ մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։ Հաշվի առնելով, թե հայկական ակումբները ինչպես են մեկնարկել Եվրագավաթներում, ես Նոայից նույնքան տպավորիչ մեկնարկ եմ սպասում եւ հաղթանակ Զիմբրոյի նկատմամբ եւ տպավորիչ հաղթանակ։ Հուսով եմ այս մրցաշրջանում Նոան ել ավելի դոմինանտ եւ գոլառատ ֆուտբոլ կցուցադրի նաեւ եվրոպական մրցասպարեզում։ Արարատ Արմենիան առանձնահատուկ տպավորիչ ուղի է անցկացնում այս տարի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում եւ մի քանի օր առաջ հրաշալի հաղթանակ տարավ Շեմրոք Ռովերսի նկատմամբ եւ կարծում եմ հիմքը դրեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ հասնելու համար։ Փյունիկն ու Ալաշկերտը եւս կարողացան դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլ։ Առանձնահատուկ տպավորիչ եւ դրամատիկ ստացվեց Ալաշկերտի հաղթանակը Ելիմայի նկատմամբ մրցակցի հարկի տակ։ Այդ հանդիպման սցենարը կարծես գրել էր մեր դրամատուրգ դարպասապահ Արսեն Բեգլարյանը։ Հուսով եմ վաղվա խաղում մեզ այդքան դրամատուրգիա չի սպասի, այլ կսպասի ավելի գոլառատ ու վստահ հաղթանակ Զիմբրոյի նկատմամբ։ Մանավանդ, որ Նոայի կազմում կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր միտված են հարձակմանը եւ նոր հարձակվողներ, ովքեր շատ ապացուցելու բան ունեն։ Դե ինչ, չենք մոռանում բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոին եւ միացնել զանգակը, որպեսզի մենք կրկին հանդիպենք։ Իհարկե, գրեք նաև մեկնաբանություններում ձեր կարծիքը այս դիմակայության վերջնական ելքի մասին։ Իսկ մենք գնանք հետևելու Նոայի նախախաղային մարզմանը եւ ասուլիսին։ Ես նախախաղային մարզմանը հետևում եմ այստեղից վերևից, այնպես չի որ բոլորին վերևից եմ նայում, բայց այստեղից ավելի հարմար է, ինչպես տեսնում եք, համել չեմ թրջվում։ Ինչ որ մեկը Աբելյանին զախվատ արել։ Մեզ հատկացված ժամանակը պարապունքին մնալու ավարտվեց, ուղևորվենք եւ սպասենք Զիմբրոյի գլխավոր մարզչի նախախաղային ասուլիսին եւ մարզմանը։ Աբելյանի զարմացած հայացքը ամեն ինչ ասում է, նա պետք է լսել շատ անսպասելի ինֆորմացիա։ Այն վերևը գիտեք ով է։ Ամորուզոն Բրազիլիայի ավակական, իր տղեն ստեղ խաղում, ասում է Մարսիոն։ Հա։ Մաչդեյ -1-ը պաշտոնապես ավարտված է։ Գնանք մի փոքր լիցքաթափվելու։ Բարով տեսան։ Մոլդովական տժիշկ։ Ох, Ջոն, այս շլավանաց վիշնյովկեն։ Վիշնյովկա գետեմ։ Պապանը լավ վիշնյովկա սարքում։ Դրա համար իմ համար վիշնյովկեն մի հատ ուրիշ աշխարհ է, էլի։ 20 րոպե սրա քննարկման համար։ Բայց Լեհաստանում որ տակը խմեցինք, ինքը մի քիչ ավելի սպეციფიկ է, էլի։ Ավելի արժի փորձեինոտ կայք։ Ամեն երկրում փորձեինոտ։ Այս արդեն երրորդ երկիրն է, որտեղ կան մի հատ դա շարք դարձել, Լոնդոնում էլ էին բացվել, չգիտեմ բացեցին թե չէ։ Okay. Այս
Բյանավիչն է, էլի։ Ոնց անում է։ Բյանավիչն է։ Բյանավիչ։ Էդերի կենացա։ Ռատը սենց արա։ Բայց լեզու շանեց։ Անու շարան է։ Արա քերենք ասուլիցին։ Առավոտ հյուրանոց եւ եղանակը կարծես այսօր բարեհաճ է գտնվելու մեր բոլորի նկատմամբ եւ ահա մի փոքր անպամած, բայց առայժմ անձրևի նշույլներ չկան եւ հուսով եմ այսօր եղանակը խաղի ժամին էլ այսպիսի լավը կլինի, իսկ մենք գնանք մի փոքր զբոսնենք Քիշնևում։ Չնայած առանձնապես զբոսնելու բաներ չկա, ոնց հասկացա։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս տեսանյութին եւ միացնել զանգակը, որ էլի հանդիպենք։ Ճանապարհը քաղաքի կենտրոն մեր հյուրանոցից տևում էր մոտավորապես 20 րոպե։ Այդքան էլ հեռու չէր եւ հնարավոր էր շատ արագ հասնել տաքսիով։ Տեսեք ովքեր են ժամանել։ Ապարդյուն փորձ թերթի կրպակից սպորտային ինչ-որ ֆուտբոլային մամուլ գնելու, գնանք էլի ման գանք։ Տեղական Մոլդովայում զարմացրեց Red Bull Visa App Cash-ի ահա այս տաղավարը։ Եվ ահա այս դաշտը ուղիղ մոստի տակ, տեսեք թե որտեղ են կառուցել այն։ Իսկ ահա այս պատկերները արդեն քաղաքի կենտրոնական հատվածից են։ Մի փոքր զբոսնեցինք քաղաքի կենտրոնով, լուսանկարեցինք, հետաքրքիր գրություններ գտանք։ Ասենք չեմ հասկանում, դժվար է ստեղ մի հատ վերելակ դնել, չգիտեիք որ գալու ենք։ Դարապես է շիլնում եք։ Հովանեսյան Հայկը տեսել է ինչ-որ ծտերի եւ ուզում են նկարել այդ ծտերին։ Ահա, Հայկը եւ ծտերը։ Սա էլ եմելու տեղ է, ինչպես հասկանում եք։ Խուլիանը ալվարը կտապել։ Ադերին կարծում այդքան էլ լավ տրանսֆեր։ Խուլիանը Ինը շատ հարմար էր։ Ինչքան տվիք։ Մոլդովական գներ ենք տվել ADM-ի համար։ Ադերին շատ լավ ֆուտբոլիստ է իհարկե, բայց միշտ անկայուն է եղել դրա համար։ Փողոցային առևտուրը Քիշնևի փողոցների անբաժանելի մասն է կազմում եւ կարելի է ամեն քայլափոխին հանդիպել վաճառականների, ովքեր տեսնում եք ինչ հավեսով մոշ ու հապալաս են վաճառում։ Ժամանակ առ ժամանակ փողոցում հանդիպում էինք նաեւ ֆաֆականների, ռեդերի եւ քիփերզներին։ Ինչ լովնին։ Որտեգյուն են այս կարտները։ Որթե գրման կատուներ ով ա ուզում։ Ճանապարհ էինք բռնել դեպի տեղական հաղթական կամար, բայց մինչ այդ պետք էր ընդմիջել եւ կանգառ կատարել Մակդոնալդսում։ Այստեղի Մակդոնալդսում կա աշխարհի առաջնության սեթը։ Եկեք գնենք ու տեսնենք թե ում բաժակը մեզ բաժին կհասնի։ Ինչպես տեսակ, այստեղ Մակդոնալդսում վաճառվում է աշխարհի առաջնության համար թողարկված հատուկ բաժակներից եւ ես գնեցի, տեսնենք թե որ ֆուտբոլիստը դուրս կգա մեզ մոտից եւ Դեյվիդ Բեքհեմի բաժակ էլ ունեցանք, դզեց։ Սիմեոնեի տղանունով Յուլիանը։ Ֆինալում գոլ խփեց Բարսելոնայից։ Էվոր Մեսին հայտարարների անցա Բավարիայի պաշտպան։ Մինչ մենք հասանք հաղթական կամար եւ վայելեցինք դրա հարևանությամբ գտնվող այգու ստվերները, մեր գործընկերները Ֆաֆից գնացին հայկական եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Քիշինյովում կառուցվել է 1803 թվականին։ Արդեն կարծես ձևավորված ավանդույթ լինի այն երկրներում ու քաղաքներում, որտեղ մենք այցելում ենք ֆուտբոլ դիտելու եւ երկրպագելու աջակցելու մեր թիմերին, այցելել նաեւ տեղական հայկական եկեղեցիներ։
ծանոթանալու դրանց պատմությանը, նիստուկացին եւ իհարկե եւս մեկ անգամ ուժով ու հավատով լցվելու։ Վերադարձ հյուրանոց, երբ վերջին պատրաստությունները խաղից առաջ պետք է ասեմ, որ մեր հյուրանոցը շատ հետաքրքիր թենիսային թեմատիկա ուներ եւ այստեղ անգամ կարելի էր գտնել Ռաֆայել Նադալի կողմից ստորագրված գնդակ։ Այս թենիսի կորտերը հյուրանոցի հակառակ մասում էին։ Այստեղ երկրպագուները ստորագրություն են վերցնում Զավեն Խուդավերդյանից եւ մեր մյուս ֆուտբոլիստներից, ովքեր շտապում էին արդեն գնալ դեպի ավտոբուս, իսկ մենք պատրաստվում էինք դուրս գալ եւ հետևել նրանց։ Խաղին մնացել է 2 ժամ, արդեն պատրաստվում ենք շարժվել մարզադաշտ։ 28-րդ։ Այ։ Ասում ինչ իմացանք հայենք։ Խաղնես նա բրո։ Նկարեմ։ Sobre el video. Ահա մեր լրագրողական պատվիրակությունը ժամանեց Զիմբրուի մարզադաշտ, արևոտ եղանակ է, Հաղթանակ։ Չէ՞։ անշուշտ, և ճեմելով քայլում ենք դեպի մեր տրիբունը, շատ լավն է եղանակը, ինչ-որ տարօրինակ լավն է եղանակը։ Որն է մեր տրիբունը, ով գիտի։ Մինչ մենք կգտնեինք մեր տրիբունան եւ մինչ երկրպագուները կժամանային մարզադաշտ, այստեղ արդեն տիրում էր երկերաշտությունը Red Bull-ի event car-ի եւ Nova Pochta-ի կողմից կազմակերպված հետաքրքիր ֆանատական միջոցառման համար։ Բանին ինձ տեղել է հասել, ճիշտ է հինը, ինչքան հին բան կա ստեղա։ Չէ, բայց լուրջ էլի ասենք։ Դե իհարկե, ես էլ անմասն չմնացի այս ակտիվությունից եւ որոշեցի մեկ հիշարժան լուսանկար ինձ համար պահել Զիմբրու Նոա խաղից, ահա այսպես լուսանկարվեցի եւ տպված նկարը ինձ հետ վերցրեցի։ Իսկ դրան պետք է հաջորդեր Ալաշկերտի գոլը։ One more time. Մարտական կոչ չիլնելու։ Արդեն 2-0 պետք է լիներ վաղուց, բայց Ալաշկերտը բաց է թողում պատասխան գոլը։ Պատի հաղթեն ինձ թվում է ամեն դեպքում, չէ։ 4-1 Միկոլ կազմերն աբեր է, մատ հայացք նետենք, նոր անուններ, 3 նոր անուն, տղաներ արդեն հայտնի են մեկնարկային կազմերը, ինչ անակնկալներ կան ձեզ համար։ Գլխավոր անակնկալը կասի Արմեն Աբելյանը։ Գլխավոր անակնկալը պաշտպանական գծում էր Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան, նրանք հիմնական կազմում չեն։ Կան 3 նոր ֆուտբոլիստներ, որոնց խաղը առաջին անգամ ենք տեսնելու Նոայի կազմում, ու նաև անակնկալ կար Զիմբրուի կազմում, որովհետև Փյունիկի նախին կիսապաշտպան Եվգենի Կոչուկը մեկնարկային կազմում չէր։ Իրականում թվում է թե Նոան ֆավորիտ է եւ պետք է գերհարցակողական կազմում խաղա, որպեսզի կարողանա իր ֆավորիտությունը ապացուցի նաեւ արդյունքով, բայց
մի փոքր պրագմատիկ կազմ է թվում, 3, 6 եւ 8 համարներով իրար հետպես կարող են փոխել։ Բայց ամեն դեպքում կարծում եմ ընթացքում եթե ինչ-որ բան չստացվի, արձակողական ոճի խաղացումներ կմտնեն, իսկ մինչև այդ կարող է ամեն ինչ ստացվել, որովհետեւ Նոան բավականին խաղացված թիմ է, չնայած այս սեզոնում առաջին խաղն է անցկացվել։ Տպավորությունները ասուլիսին, որ մոլդովացի լրագրողները սպասում են, որ Նոան պետք է հաղթի եւ այսպես առանց խնդիրների շրջանցի։ Դուք այդ տպավորությունը ունեիք։ Այո, կար նման տպավորություն, որ չեն հավատում Զինգուին, բայց հնարավոր է իրենք պարզապես հիմնվում են ներքին առաջնության խաղերի վրա կամ ներքին մրցաշարերի, ինձ թվում է եվրոպական մրցասպարեզը տարբերվում է, Զինբրուն շատ մոտիվացված կլինի, քանի որ նաև տանն է խաղում, այդուհանդերձ իսկապես Նոան ֆավորիտ է ու պետք է փորձել հնարավորինս լավ հաշվով մեկնել Երևան։ Զինբրուի վերջին արդյունքները այդքան էլ համոզիչ չեն եւ կարծես դա է հիասթափություն առաջացրել, իսկ ընդհանուր առմամբ տպավորություն է, որ կարելի է մեկ բառով ներկայացնել նրանց լրագրողների եւ երկրպագուների մոտեցումը beznadyoga.ru Այկ Հովհաննիսյանի շեդևրն է ստոր հնչեց Ռոբերտի եթե։ Իսկ ստեղի պատկերացնում եք, ստեղի ամբողջ գարեջուրը 0 է։ Այ քեզ բան։ Այս պահին իրավիճակները սենց է, Ալաշկերտի խաղում 1-1-ա, Փյունիկի խաղում 0-0 է, մեր խաղին մնացել է 8 րոպե, որ mեկնարկի։ No place for racism, no. În continuare reprezentă No ai caz numărul n-ai 99, taro. number 99, Daniel Figueira. Numărul 4, number 4, Stone Mambo. Numărul Hamoyan. Մեր երկրպագուների տրիբունան եք տեսնում ու իհարկե այնտեղ են Ֆաֆի, Ռեդիգլսի ու Էլ-Ուր առանց Նոա Քիփերսի։ Այսօր թեժ երկրպագություն եմ սպասում մեր երկրպագուներից։ Նակի երկենք երկում Հուկանիկաս Պիտի հաղթես Երագույնը բարձր պահես Օլե 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 Գնաց առաջ Նոա Խփի Հելդեր լավն է Հելդերը Elder Մոշնի գոլ է ելնելու Ռոբի իրապետություն տակ ենք այդ։ Տվեք Սայնտինի թողպի Անամ Խամոյան Ինչ պատկատեր Ռոբ կրնի մեկնաբանը Մեկնաբանը ինչքան կուզես Գնաց, ասում եմ ինչքան կուզես։ Լավ ասենց Ուկրաինան է վաստակում Զինբրուն եւ Հա լուրջ լավ Հա երբ որ միացրած են Դա դեսից վատ որոշում կայացրեց Ճապոնական մանկապատանական ֆուտբոլը պետք է փոխել ախպեր Իսկ արդ զաղ չտար Բայց լեվը լավ չեն կաղում Սնած գոլային պահ ունեցան Գնացեք պրեսինգ ախպերներ, դավայ Առաջի 10 րոպեներից հետո ինչ կասեք տղաներ Վատ խաղ չի ընթանում Ճիշտ է Բավականին համարձակ տեսք ունի Զինբրուն, այնպես չի որ փակվել է, բայց միակ գոլային պաս ստեղծել է Հելդերը, հիասքանչ հարված էր, կարող էր լավագույն գոլերից մեկը լինել իր կարիերային։ Իհարկե Նոան գոլային պահ ուներ, բայց ինձ թվում է դեռ իր ֆուտբոլը չի ցուցադրում Գնդակը այդքան լավ չի վերահսկում Հիմա լավ պահ կարա լինի Ուրիմա Դե Վախ Յակոլի Այն դեպքում զգացվում է, որ մրցաշրջանի առաջին խաղն Յակոլիշը 47 համարով ավելի լավ է, քան 44-ով հələ որ։ Բրեցենը խփեց տղեկ 1-0 Սանգարեստը գնդակ չես խլի հաստատ Դավիթ Բավո Սոլը Ապրես Դե Ոյ Խփի Տակուտոշիմա ռոպիացին ես թե չէ Հա Ոնց կարաչին է։ Դե
մեկտաբանը։ Էլի, սաղ եմ։ Համոյան փոխացում։ Ատենեսների։ Սաղքես ֆավորիտ են աման, կարա գոնե մի անգամ, էդի ոչ թե դեմ աշխատի ֆավորիտները ալու։ Համաձայն եմ։ Դեռ դարձն է եթե սա հարմար բանես։ Արարատի Մարսելոն 23 համարը, չի։ Բարսելոնա։ Մի քանի դիրքում խաղում էր Արարատ։ Կենտրոն պաշտպան, եզրային պաշտպան, հենակետային կիսա պաշտպան։ 54 Ռեալում էր մենակ ձախ պաշտպան։ Չէ, 3 Արա դե չեմ սիրում ես։ Բերկովիչի դիրքային գրողները տենսա չսիրեցին։ դիրքայինների օգնական Գնդակը բերում են եզրստեն 1-2 են անում, ուզում են ինչ-որ կենտրոնը լավ չեն օգտագործում, էլի։ Ինչ պետք է։ Ոսկի։ Կաստանովկա է։ Շատ վարդներ։ Անցած տարվա Յակոլիշներ լրիվ։ Նոեր եկե։ Գրգիչի հոգին է մեջ։ Давай. Շկա, Սայ։ Շկա։ Կպի։ Իսուր խփեց։ Չէ, լավն է։ Մրցակցությունը վինգերների շատ լավն է։ Ես ինչ Վինիսիուս Ժունիոր արեց։ Բան չավելացրեց։ Կարծիքներ առաջին խաղակեսից հետո։ Սարման ավել է։ Դե ինձ թվում է Նոայի խաղը դեռ չի ստացվում։ Ճիշտ է 2 գոլային պահում էին, բայց եւ գնդակի վերահսկողությունը լավը չէր եւ շատ այլ բաներ ու բաց թողած գոլն իրոք շատ տարօրինակ էր։ Բոլոր պաշտպանները գրեթե բոլորը սխալվեցին, սկսած Բոակեից, հետո կենտրոնական պաշտպանները։ Սպասենք ավելի լավ երկրորդ կեսին։ Նոան միայն սկզբում էր վերահսկում խաղը, բայց Զիմբրուն գնալով ավելի վստահ դարձավ ու դա վերածվեց վտանգավոր մոտեցումների, հետո նաև գոլի։ Ճիշտ է, իրենց միակ գոլային պահը վերածվեց դարպասի գրավման, իսկ Նոան 2-3 նույնիսկ գոլային պահ ուներ, իսկ չօգտագործել այսպիսի հետևանք ունեցավ, եթե նույն չափ գոլային պահ երկրորդ կեսում ստեղծեն, պետք է որ առնվազն պատասխան գոլը խփեն, եթե ոչ նաև երկրորդ երրորդը։ Փոխարինում Նոայի կազմում Չփոխային։ այն ինչ ես ասում եմ ընդմիջմանը ոչ մեկը չտեսակ ոնց Պերկովիչը գնաց Ուստանովկա տվեց։ Ում հանեց որ։ Իսկ ում հանեց որ Յակոլիշին։ Յակոլիշին։ Չէ, Յակոլիշը Յակոլիշը տեղում է։ Ո՞ր է։ Խամոյան ուր է։ Հանեց արա։ Խամոյանը չկա։ Գնաց երկրորդ խաղակեսը։ Նա դե։ Պենալ։ Դե։ Ես պավտորը կարեմ նայ։ Բայց Ես ես պավտորը կնայ։ Սա ավելի մոտիկ էր ոնց։ Շատ մոտիկ էր, է։ Այդտեղ այս մտցավը։ Լստեն է։ Պենալ էր, չէ։ Ապա նայ ոտին է խփում։ Բասի նայ։ Նայ հետևի ոտի ոնց է։ Սա պենալ է։ Սա Պենալ է։ ակնհայտ պենալ է։ Վարը բերեքստե։ Հայկո Բայցյանի պենալ էր, չէ՞ հաստատ։ Երկնապատկերը մենք հնարավորություն ունեցանք մեր հեռախոսով նայենք, մեր նկարածով, ու այնտեղ ակնհայտ ոտքին հարված կա։ Յակոլիշն ու այո։ Չէ։ Ճիշտ էր։ Ահա, Մարիոն ու Յակոլիշը երկու։ Չէ, գնաց սուալը հեն բանա։ Մարիոնա ու Յակոլիշը։ Այդ է ասում իջևը։ Ինտերնելի է։ Davay lazet içesiş boyov ես։ Հա, լազետիչը լավն է, չէ՞ բոյը։ Լազատ է տալի։ Եկավ ու գնդակ ա ուզում մի անգամ։ Այ հիմա է պետք նավեսները։ Հովոն դրա համար պետք էր էլի։ Դե ես էլ եմ մտածում որ հովոին կարելի է արդեն մտցնել։ Յակոլիշն էլ է լավ տալիս, բայց ասա չտվեց։ Հա։ Դա են եզրից, մի հատ էլ էս եզրից որ վտանգելի երկու կողմից։ Բայց այս դաթարը մեր օգտին չէր։ Բայց դե մի հատ մարզիչը որ թազա հրանգներ տա, դա էլ է պետք։ Հնարավոր է։ Հա, ոնց որ փոխարինում են անում իրանք։ Ավ դե ես ինչքան կարելի է պարկել արա։ Մեր համար առաջի խաղ իրենք են վարկյանում եկան գնում։ Այսքան ցուկել կլինի ընկեր։ Չէ, դե լավ։
Արա էլի պարկեց արա էսի։ Խաղա չանեք вообще։ Արա դե լավ, դե ինչ են անում արա։ Հովոնա ու ովա հովոյի հետ Գոր Մանվելյանն է։ Ունա այդ ընկած խաղացողին է Զամեն անում էլի։ Հա, հենց են գնում են, ես գիտեմ իրեն Զամեն են անելու, պարկում են։ Պարկում է ժամանակ ծախում, այո։ Սանգարեն գնաց, հա։ Սանգարեն ու տակուտոն, չէ։ Սուալեն, այո։ Բոակեն գնաց ձախ։ Դավայ հովո ջան։ Լսեց, դեղին երկուսին են, մեկը տվեց։ Սանդրո արա։ Եկեք շուտ դիմացներ համբարձում։ Գոների չի։ Կարելու ենք ապես անայի։ Давай, գոր։ Սա։ Ազատի չփոխել, մի քիչ ներքև չեն իշնում։ Քիչ իրանց առաջարկ են։ Նայ հեսա ոնց ենք կրում։ Չհեշտ են գտնում իրար դաշտ։ Հա։ Դա շատ կարևոր գործոն է, ախր դիտի հաշվի առնել իսկական այդ շուտ մտցնելու բար։ Ես եւ այնց եմ ասում հովոյին մտցնել։ Հիմա մի հատ հովոն է խփում, որը ժամանակա երկրորդը խփելու։ Գոլ, այո։ Կոստակ են էլ։ Գոլ։ Այո։ Սաղ գծած գնում է։ Էլի տեց։ Հորիզոնականից մտա։ Շալալալալալա։ Բրավայ մի հատ է։ Ես ասի կոստակ են հայկե։ Ի ոնց արա։ Բարձրացրեց խաղը։ Արտակնա հանդիպումների ամենակարևոր հատվածը դա այն է, երբ դու պետք է վերադառնաս տուն, բայց վերադառնաս բարձր տրամադրությամբ, ամենայն դեպս ոչ վատ տրամադրությամբ, եւ մենք վերադառնում ենք Երևան բարձր տրամադրությամբ, վստահ լինելով, որ նոան դիմակայությունում հաղթող է լինելու։ Սենց մի թեթև դառնահամը մնացել ես ոչ ոքից հետո, որովհետև մրցավարը 11 մետրանոց չնշանակեց։ Մենք էլ վերջում կարող էինք խփել, բայց թվում է, թե այստեղ խնդիրը մարզչական էր, այն առումով, որ Սանդրոն Պերկովիչ կարող էր մի փոքր ավելի շուտ այդ փոխարինումները անել եւ Հովհաննես Համբարձումյանին եւ Գորին Մանվելյան ավելի շատ խաղաժամանակ տրամադրել, ստացվում էր տեղաների խաղը, երևում էր, որ թե Գորը, թե Հովհաննեսը շատ լավ տրամադրված են եւ պատրաստ են այդ որոշիչ գործողությունները կատարել, բայց ոչ այսօր, ինչպես տեսանք, թեև գոլային փոխանցումը Կոստակեին տվեցեց Գոր Մանվելյանը անկյունայինից։ Ինչևէ, ամեն ինչ կորոշվի Երևանում եկող 5 շաբթի եւ այդ օրը Երևանում կայանալու է 2 հանդիպում եւ Փյունիկը եւ Նոան պետք է փորձեն հաղթել, երկուսին է հաղթանակ է պետք եւ երկու դիմակայություններում էլ թիմերը պետք է անեն առավելագույնը հաղթելու համար։ Անկախ նրանից, թե որ խաղը կընտրեք, Փյունիկի թե Նոայի, կոչ եմ անում ձեզ գնալ մարզադաշտ եւ աջակցել մեր թիմերին։ Այդ հաղթանակները մեզ շատ են պետք եւ այդ հաղթանակները հնարավոր է գրանցել։ Թե Դեբրեցենի հետ խաղում Փյունիկը կարող է հաղթել եւ թե Զիմբրուի հետ խաղում Նոան կարող է հաղթել եւ երկու թիմերն էլ պետք է հաղթեն, քանի որ ունեն այդ ներուժը։ Ես Ռոբն եմ, դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում։ Ահա այսպիսին էր մեր վլոգը Մոլդովայից, Քիշնևից, Զիմբրուի մարզադաշտից։ Չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոն եւ միացնել զանգակը։ Հայկական ֆուտբոլի հաղթանակները առջևում են եւ մենք անպայման լինելու ենք այդտեղ եւ ձեզ ցույց ենք տալու։ Մինչ նոր հանդիպում։